Ծայրահեղ անարդար է մեր երկրում եւ անազնիվ է, ուրեմն ամենակարևոր աշխատողների վճարումները։ Հիմա տեսեք, թոշակների հետ կապված։ Ուրեմն մեր երկրում դատախազի թոշակը մոտ 15-ից 20 անգամ ավելի շատ է, քան ուսուցչի թոշակը։ Երբ որ ուսուցչի աշխատանքը պետության համար անհամեմատ ավելի կարևոր է, քան դատախազի։ Ուսուցիչը դատախազ է արտադրում, բժիշկ է արտադրում, տնտեսագետ է արտադրում, դատախազը ինչ է արտադրում, ինչ օգուտ է տվեց երկրին։ Պետական մեղադրանք։ Պետական մեղադրանք։ Հիմա գերմանացիները պետական շահերի ուրեմն մի օր Հելմուտ Քոլը հայտարարեց, ասեց Գերմանիան փրկել են այն մարդիկ, որոնք որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշում կայացրին, որ պետության մեջ ամենագերակա մասնագիտությունը, ամենակարևոր մասնագիտությունը ուսուցիչին մասնագիտությունն է եւ այն ամենաբարձրը նա պետք է աշխատավարձու թոշակ ստանա եւ դրանք փրկեցին Գերմանիան։ Հիմա մեր մոտ ոնց է, մեր մոտ ուղիղ հակառակն է։ Չէ, մեզ մոտ միայն հայտարարություններ են դանում, որ ուսուցիչները դատախազը ստանում է կես միլիոն դրամ թոշակ։ Ինչի համար, ինչ օգուտ է տվել երկրին։ Դատավորների, դրանք ինչ օգուտ են տվել երկրին։ Ուրեմն անազնիվ հələ մեր երկրում մի հատ մարդ գտի, հարցը ասա այս երկրում ազնիվ դատավոր գոյություն ունի։ Որևէ անգամ կարողացել է դատական կարգով իր վեճը բոլորը կաշառել, բայց դրանց ավելի շատ է վճարում։